Բարև հարգելի հայրենակից, Արմատ մեդիայի եթերում Ադրբեջանի կուլիսներում հերթական հաղորդաշարն է։ Այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին։ Շատերը հարցնում են, սա պարզապես դաշնակցային հարաբերություններ է, թե Թուրքիան աստիճանաբար փորձում է վերահսկողություն հաստատել Ադրբեջանի վրա։ 2021 թվականին ստորագրվեց Շուշիի հռչակագիրը։ Այս փաստաթղթի հիմնական միտքը փոխանցելիս ստացվում է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ռազմական եւ պաշտպանական համատեքստում միասին են հանդես գալիս։ Այսինքն անվտանգության հարցերում իրենք գործում են միասին։ Վերջին տարիներին Թուրքիա եւ Ադրբեջանի զորամիավորումները շատ հաճախ են սկսել միասին նախապատրաստական աշխատանքներ տանել։ Մասնավորապես դա վերաբերվում է սպայական պատրաստությանը, այդ թվում նաև ռազմական պլանավորմանը եւ զորավարժությունների անցկացմանը։ Ինչ է սա նշանակում։ Առաջի հերթին ակնհայտ է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև կա խորացված ռազմական համագործակցություն։ Դա կլինի թե ռազմատեխնիկական համագործակցության համատեքստում եւ թե արդեն գետնի վրա կոնկրետ պարապմունքների համատեքստում։ Մենք տեսանք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո դրոնները ռազմական տրամաբանության ներքո ունեն էական նշանակություն։ Իրենք կարող են խոցել հեռահար նշանակետեր, կատարել հետախուզություն եւ իհարկե փոփոխել մարտի դաշտում առկա իրավիճակը։ Սակայն այստեղ կա մեկ շատ կարևոր հանգամանք։ Բոլոր թարմացումները եւ տեխնիկական սպասարկումները կատարվում են Թուրքիայի կողմից։ Ասեմ ավելին, Ադրբեջանը ինքին ունի զարգացած դրոնային արդյունաբերություն։ Իհարկե, պետք է նաև նշենք, որ Ադրբեջանը իր ռազմական տեխնիկաները եւ ռազմական հագեցվածությունը ձեռք է բերում ոչ միայն Թուրքիայից, այլ նաև եվրոպական մի շարք երկրներից, բայց պետք է ընդգծեմ նաև, որ ադրբեջանական ռազմատեխնիկական արդյունաբերության եւ առհասարակ ռազմատեխնիկական կախվածությունը Թուրքիայից էականորեն շատ է։ Ինչու եմ այս պնդումը անում, որովհետեւ Ադրբեջանը վերջին տարիներին իր ռազմական պատրաստությունը, այսինքն զորավարժությունները էականորեն մեծացրել է Թուրքիայի հետ։ Մենք նաև գիտենք, որ Ադրբեջանը իր ռազմական սպառազինությունների մի հատված ձեռք է բերում Թուրքիայից։ Իհարկե, պնդում չեմ կարող անել, որ սա ինքնիշխանության էական զիջում է կամ սպառազինությունների մասով կախվածություն Թուրքիայից, բայց ակնհայտ է, որ զորավարժությունները, պարապմունքները եւ կրթությունը թուրքական մոդելով էականորեն ուժեղացնում են Թուրքիայի դիրքերը։ Ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նախկին Ադրբեջանը չէ, այն այլևս ռազմական համակարգ է Թուրքիայի հետ։ Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է էականորեն լուրջ մոտենա իր սպառազինությունների գնմանը եւ ռազմական դաշնակիցների ցանկի մեծացման հարցին։ Այսինքն կարծում եմ, որ Հայաստանը պետք է ունենա լավ հարաբերություններ եւ ռազմական դաշնակցային հարաբերություններ թելադրող եւ ուժեղ պետությունների հետ, որպեսզի բալանսավորի Հարավային Կովկասում ուժերի բալանսը եւ կարողանա հետագայում հեշտ դիմագրավի նոր մարտահրավերներին։ Այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները պարզապես բարեկամություն չեն։ Դրանք արդեն իսկ խորացված ռազմական ինտեգրում է եւ իհարկե համակարգված համագործակցություն։ Այս գործընթացը էականորեն ազդում է տարածաշրջանի ապագայի վրա եւ Հայաստանը պետք է հետեւություն անի, որպեսզի կարողանա կանխել Հայաստանի դեմ սպառնացող ապագա մարտահրավերները։ Ձեզ հետ ես Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։